Ուզում եմ այս անգամ առաջարկել 3 մսատեսակ՝ տավար, խոզ եւ ոչխար։ Վերցնենք տավարի փորատակ, սրունք, խոզի փորատակ եւ ոչխարի փորատակ։ Ընդհանուրը որ 2 կիլոգրամ լինի, որից 1 կիլոգրամը տավարի միս, կես կիլոգրամը խոզի, կես կիլոգրամը ոչխարի։ Խոշոր աղանք, եթե հնարավորություն ունենք նաեւ կարող ենք հարել։ Աղալուց հետո հարել, կոլորական նման զանգված ստանանք։ Պիտի ավելացնենք կամ ձավար, բլղուր, կամ բրինձ, բայց դրանք պիտի թերխաշանենք 2-ից 5 րոպե։ Այնուհետև քամենք ու մսի վրա շարենք։ Տարբեր կանաչիներ, ինչ որ սիրում ենք, համեմ, մաղադանոս, սամիտ, ռեհան, ցիտրոն, թարմ։ Գլուխ սող 2 կիլոգրամ մսի, 2 խոշոր սող, մոտավորապես 500-600 գրամ։ 2 պճեղ սխտոր։ Այս սոխը մանր կտրատում ենք, կանաչին մանր կտրատում ենք, խառնում ենք իրար, սխտորն էլ խառնում ենք իրար, դանակով էլիս են ճզմում ենք։ Աղ ենք ավելացնում 2 կիլոգրամ մսին, պիտի լինի 40 գրամ աղ, 1 կիլոգրամի 20 գրամ աղ։ 3-ից 4 գրամ պղպեղներ, սև կլինի, հոտավետ կլինի եւ եռացող ջուր 150 գրամ։ Կանաչուրա լցնում ես, անմիջապես բույրը զգում ես։ Բացվում այդ եթերայուղերը, էքստրակտիվ նյութերը ամբողջ են համերը բացվում են։ Խառնում ես զանգվածը, այո, ձեռքով, որովհետեւ այստեղից ձեռքի միջոցով է գնում։ Դե դուք խորհուրդ եք տալիս ձեռնոցով չանել։ Այո։ Լավ տրորեցիր, խաղողի տերևը, եթե մարինացված է, մի քիչ աղի հետ թույլ լավ լվանալ, փաթաթելուց հետո։ Եթե շատ աղի է, արանքներում կարող ենք կամ ծիրանի չիր դնել, կամ սալորա չիր, կամ թարմ խնձոր։ Լավ շարել, ծանրոցը որ դրեցինք, եռացող ջուր ենք լցնում այնքան որ ծածկի։ Այնուհետև դնում ենք կրակին, սկզբից ուժեղ հենց սկսեց եռալ, կրակը իջեցնում ենք, այնքան որ հազիվ նշмарում ենք որ եռում է։ Ծածկում ենք, մինչև 2 ժամ կարելի է։ Հետո սովորաբար 40-45 րոպե ենք։ Այո, եռալուց հետո ասում ենք 45 րոպե արդեն պատրաստ է, բայց դա ներքին նիշն է։ Ինչքան շատ եփի, այնքան համեղ է լինելու։ Այնուհետև էպվելուց 2 րոպե առաջ մի քիչ ձետ կամ կարակ ենք դնում, որ փայլը։ Նի տատիկների եփած որ ասում ենք, ինչի ասես փայլում համեղ։ Իրանք այդ վերջինը թաքուն էին լսել։ Եվ սխտոր մածունով մատուցում։